Արտիրոջը շնորհակալ եմ Աստծուց, որ այսօր ունեմ հնարավորություն ձեր մեջ լինելու, շուտ վանից չէի եկե, այսինքն մի անգամ եմ ձեր մոտ ծառայել երևի, մի անգամ, հա։ Այս երկրորդն է ու հա, կարելի է շատացնել, զգացվում է։ Արտիրոջը։ Գիտեք, Աստված ինքը Հիսուս Քրիստոսը ինքը խոսքն է։ Այսօրվա դրությամբ մեր մեջ, որ լցվում է իր խոսքին, այդ խոսքը դուրս է գալիս, ասում շուրթերը խոսում են սրտի լիքությունից։ Եթե մեր սրտի մեջ Տերն է, մեր խոսքերը ճշտվում են։ Դա համար այսօր ուզում եմ խոսամ ստեղծագործող խոսքերի մասին։ Մենք մեր խոսքերով մեր շրջապատը ստեղծում ենք։ Մենք մեր խոսքերով մեր կյանքը ստեղծում ենք։ Մանավանդ մեր հայերս շատ խոսքեր ունենք, որ չի համապատասխանում աստվածաշնչյան ճշմարտությանը։ Շատ խոսքեր ունենք, որ ավելի շատ վնաս է հասցնում մեզ, քան թե օգուտ։ Դա համար դարձի գալով ընդունելով Հիսուս Քրիստոսին մեր սրտի մեջ, Աստված մեր շուրթերը նորոգում է։ Նոր խոսքեր է դնում, ասում են նրանք նոր խոսքերով կխոսան, չէ, նոր լեզուներով կխոսան, նոր ձևով կխոսան։ Դա համար շատ կարևոր դեր է խաղում այսօր մեր թե ինչա դուրս գալի մեր բերանից։ Ու ես ուզում եմ խոսամ դրա մասին մի քանի ձևով, որպեսզի Աստծո հոգին այսօր մեր մեջից այդ աղբյուրը բացի, ինչ որտեղ ամեն մեկիս մեջ կա խոսքեր, որ օրհնություն է բերում մեր կյանք։ Բայց ինչի համար ես նկատել եմ, երբ որ մի քեֆ կամ մի ծնուն կամ մի լավ տեղ ենք եթում եմ մեկին, ասում ես մի բան կասես, մի երկու լավ բան ասես, մի կերպ տանջվելով, չարչարվելով երկու լավ բան ասում։ Բայց որ ասես մի հատ հələ մի երկու բան ասա, ինչ որ մտածում ես, մի անգամից ոնց որ մի հատ աղբյուր բացվի մեջ, ունենց կխոսա, ոնց որ պատրաստ լիներ դրան, բայց որ ասես մի հատ կենաց ասա, մի հատ էլի երկու լավ բան, դե ես ինչ կենաց ասող եմ, բան թողնա, ով կարող է ասի, բայց որ միտեղ տենաս ինքը մի վատ բան ասում, ոնց որ սենց, ոնց որ հավես անի դաժե ասելու, ինչի համար, որովհետև սիրտը լցված է դրանով, յուրաքանչյուր մարդ ինքը ոնց ինչքան ժամանակ ունեմ, լավ հասկացա։ Այսօր ես ուզում եմ, ես առավոտ որ աղոթում էի Տիրոջ, ասում եմ Տեր ջան, ես չեմ ուզում ուղղակի այսօր խոսք ասեմ։ Ես ուզում եմ, որ այսօր մենք մի բան վերցնենք, որ կփոխի մեր կյանքը։ Աստծո նպատակն է, որ մեր կյանքը փոխվի, ոչ թե երբ որ մեր կյանքը փոխվի, փոխվում է նաև մեր տեսքը, փոխվում է նաև մեր մտածելակերպը ու փոխվում է նաև մեր շուրթերի խոսքը, մեր բերանից ինչ է դուրս գալի։ Դա համար ուզում եմ, որպեսզի այսօր մենք ուշադիր լինենք, թե Տերը ինչ է ուզում դնի մեր սրտերի մեջ։ Այս առավոտ աղոթել եմ, որ ոչ ոք չգնա ստեղից նենց ոնց որ եկել է։ Մենք այսօր մի բան պետք է վերցնենք, փոխվենք, որովհետև մեր վրա դրված է մի հատ մեծ պարտականություն։ Գիտեք, երբ որ քո հարևանը տենում է քեզ դու դուրս եկար տնից, անտրամադիր ու ասենք գիտի ասում գնաց եկեղեցի։ Ու տենում է, որ դու տենց էլ եկեղեցուց հետ եկար, ինքը հետ եկեղեցին չի գա։ Երբ որ տենա դու այդ եկեղեցուց հետ գալուց տուն արդեն տրամադրությունդ լավ, խոսքերդ լավ, գնում է իրան բան չէիր ասում, բայց հետ որ եկար, ասում ես օրհնում եմ քեզ Հիսուսի անունով, այսօր հիանալի օր է, ասի, այս ինչ եղավ այս տղու հետ։ Այս ինչ եղավ այս քույրիկի հետ, այս կնոջ հետ։ Այսինքն ինչ եղավ, մի բան լցվավ քո մեջ, որ անպայման պետքա դուրս գա։ Եթե մենք լցվում ենք, մենք պետքա արտահայտվենք։ Եթե մենք արտահայտվում ենք, մեր կյանքը փոխվում է։ Ամեն։ Հալելույա։ Փարտիրոջը, ուրեմն երկու աղբյուր կա, որ շատ կարևոր է մեր համար։ Ու առաջինը դա հոգևոր աղբյուրն է։ Հիսուսն ասեց Սամարացի կնոջը, Հովհաննես ավետարան 4-րդ գլուխ, ասեց դու ինձ ջուր տուր։ Այդ կինն ասեց ես ջուր չունեմ։ Ինքն ասեց դե ուրեմն ինձանից ուզի ջուր։ Գիտեք, մենք չունենք այն ջուրը, որ կարանք տանք։ Դա համար մենք պետք է անպայման Տիրոջից ջուր խնդրենք։ Մենք պետք է իր ջուրը վերցնենք։ Ու էդի ինքը չի գա զորով մեզ չի ասի, լա բերանդ բաց, մենք ենք երեխեքին ենք, չէ՞ տենց անում։ Մի հատ ենք թալնել մցնում ենք կողքից, սենց ֆրստում ենք, մի բան որ լցենք բերանը։ Աստվածը տենց չի անի։ Աստված ասում է, ով որ ծարավա, թող գա ու այս ջուրը ձրի խմի։ Սամարացի կնոջն ասեց, այն ով որ այս ջրից խմի, հավիտյան էլ չի ծարավի։ То есть կա մի բան, որ մեր մեջ կա, դրել է Աստված մեր մեջ, ու երբ որ մենք կարողանում ենք ինչ արշակում գանք այդ ջրից խմենք։ Երբ որ մենք գալիս ենք աղոթքի, մենք կանգնում ենք Աստծո առաջ, մենք մտածում ենք, թե մենք ինչ-որ մի բան տալիս ենք Աստծուն։ Երբեմն շատերը կան աղոթում են, գիտեն թե Աստված փոխվավ։ Նիետ, աղոթքը փոխում է մեզ, ոչ թե Աստծուն։ Ու երբ որ մենք գալի կայնում ենք Աստծո առաջ, բացում ենք մեր շուրթերը, ասում ենք, Տեր, ես փառավորում եմ քեզ։ Հայ հենց այդ ժամանակ Աստված մեզ ջրով է լցնում։ Այդ ինչ որ մենք
մեր բերանից դուրս է գալի, ինչ որ մի աղբյուրից գալիս է մեր մեջ։ Ու երբ որ այդ աղբյուրից գալիս է մեր մեջ, դուրս է գալի, նորոգվում է մեր ներսը, ջուրը փոխվում է, թարմանում է մեր ներսը, ու արդեն ճիշտ խոսքեր ենք խոսում։ Особенно երբ որ հոգևոր մարդիկ ենք մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ է դուրս գալի մեր շուրթից, որտեղ մեր շուրթերից դուրս եկած խոսքը դա ստեղծագործող խոսք է։ Կարա համ բարին բերի, համ չարը բերի, քանի որ մեր խոսքերը ունեն ուժ, իշխանություն։ Աստված ասեց, ձեր խոսքերի մեջ դնում եմ իշխանություն։ Ու Սամարացի կնոջն ասեց, այն ջուրը, որ ես կտամ քեզ, քո ներսից աղբյուր կդառնա։ Դուք պատկերացնում եք ինքը ինչ անում։ Այդ ջուրը կա մեր մեջ, մենք բոլորս հոգևոր մարդիկ ենք եղել։ Ադամի մեղքի պատճառով մենք մահացել ենք, չէ՞։ Երբ որ մենք վերնացնունդ ենք ստանում, մեր մեջ մի հատ կրանտ կա, որ փակ է։ Ու Աստված ասում է, ես կգամ, հենց այդ կրանտը կբացեմ։ Ու քո մեջից անընդհատ ճիշտ ջրեր կհոսեն։ Ինքը գալիս է ուղղակի ես մի անգամ աղոթեցի, ասի Տեր ինձ պետք չի որ դու այդ կրանտը բացես։ Ես ուզում եմ որ դու այդ կրանտը ջարդես շպրտես։ Ինձ էդի вообще պետք չի։ Ինձ вообще կրանտ պետք չի, որտեղ երբ պետք եղավ կարողա փագեմ։ Բայց որ դու այդ կրանտը ջարդես շպրտես, հայ այդ ջուրը կհոսա։ Էդի ուղղակի ոչ թե կհոսա, այլ ջրհեղեղ կառաջացնի իմ կողքը։ Մեզ պետք չի որ հոսա, մեզ պետք է որ ջրհեղեղ առաջանա։ Մեզ պետք է որ այդ խոսքերը փոխեն մեր բոլոր շրջապատը։ Արտերը, այն արտերը, որ չորացած են, այն արտերը, որտեղ որ ոչ մի բան չի աճում, մեր մեջի այդ ջրհեղեղը ինքը կարա այդ արտերը դարձնի բղաբեր։ Այն մեր մեջ որ դրել Աստված այդ ջուրը, եթե մենք ճիշտ խոսքեր ասենք, ասում եմ ես ասեցի Երուսաղեմին կստեղծվես, կսարքվես, չես քանդվի։ Գիտեք, մի անգամ մի հատ կին մոտիկացավ ինձ Սոչիում, ասում է գնա ստեղից, որովհետև շուտով Սոչին կվերանա, ասի չեմ ընդունում, քանի որ ես ստեղ եմ, ես ճիշտ խոսքեր եմ ասում իմ քաղաքի համար, ես օրհնում եմ իմ քաղաքը, ես օրհնում եմ ընդ որտեղ որ ես ապրում եմ, ու դա շատ ճիշտ բան է, ամեն։ Դամար, երբ որ դու զգում ես, որ քո ներսում կա այդ ջուրը, բայց փակ է, դու մտածում ես, ասում ես, այն ինչ լավ էր, որ նոր է ապաշխարել, ջուրը էթմեր, ես քեզ մի հատ խորհուրդ կտամ, ինչ որ գալիս է մի պահ, արդեն ոնց որ կամանց այդ կրանտը փակում ենք, եկեք այսօր այդ կրանտները ջարդենք, շպրտենք, ասենք Տեր, ջարդի իմ կրանտը ու շպրտի, ես ուզում եմ մարդ լինեմ, որտեղ որից որ ջրհեղեղներ կհոսան, ասում եմ եւ նրա աթոռի տակից ջուր էր հոսում, որ ոռոգում էր ամեն ինչ, ու այդ ջուրը այսօր մեր մեջ է, հալելույա, դու կարաս ասես հալելույա, դու կարաս փառավորես Տիրոջ անունը, ինքը զորավոր է, ամեն, հոգևոր ստեղծագործող մարդիկ, հոգևոր մարդիկ, որոնք որ կարան ամեն բան դնեն իր տեղը, ճշտեն, որովհետև մեր խոսքերը ունեն իշխանություն բժշկելու, քանդվածը կառուցելու, ես ռուսերեն եմ միշտ քարոզում, հիմա համել նախատու թարգմանում եմ մեջս, էլի որ ասեմ։ Իմ համար շատ լավ է, որ հայ ազգին եմ ծառայում ու ես գիտեմ, որ հայ ազգը շատ մարդափրկվելու։ Հալելույա, մենք մի հատ ռուս էինք տարել Հայաստան, ուրեմն որտե գնացինք, այդ խեղճը գիտեր, թե էսի վերջի ուտելն է, այլ չի ուտելու, թե կերավ։ Գնացինք փուչուր քրոջս տունը, թե կերավ, մտածեց էլ այսօր հաշ չեն տա։ Հետո գնացինք մեծ քրոջս տունը, էդ էլ գիտեք Հայաստան։ Յա վայ, բան, պետք է ուտես, էդ էլ կերավ։ Հետո եկանք մամայիս տունը, մամաս ասեց, վայ բալա ջան, որ դու իմ տղու հետ ես եկես, բորշը պետք է ուտես։ Հետո արդեն նայեմ անձի խեղճացած, էդ էլ կերավ։ Հետո եկանք fast food էր, art food էր, չեմ հիշում այդ խանութը, որտեղ ուտելիքներ ա լիքը։ Էսի տեսավ, ասեց, վայ պաստոր, սրանից էլ ընձյար, սրանից էլ արետ էլ արա, էդ էլ կերավ։ Հետո մեր աղջիկներն եկան մարոժնիկ երան, ինքը հետները մարոժնիկ երավ, արդեն այդ մենք Աբովյան ճամփին տեսա կապտել ա։ Վատացել ա։ Ու հետարքիրն ինչա, որ ասում եմ մի հատ միզիմ ճարեք, ասի, դու գիտես որտես, ասես, թե ապսեկաները 5-ից հետո փագեն, ստե սա հավատքի մարդիկ են, ստե ապսեկա չեն էտու։ Ոնց թե ասում, դեղ չկա, չէ, ասես, թե դեղ չկա, սա հավատքով են ապրում։ Ասում եմ, իմ հավատքը չի երիքը մի հատ դեղ ճարի։ Ոչեմ, աղոթեցինք վրեն, եկանք մտանք եկեղեցի, տեսանք սեղան են գցել մեր համար։ Էդի որ տեսավ, ասես ու մալյա հոտվեք պարկեմ լավանամ, ոբշեմ, առավոտ հելավ պտիսենց ծառայի հետ եկեղեցում, մեր Վազգեն աղբոր մոտ, հելավ ասես չգիտեմ, թե երկնքում ինչ լեզվով են խոսալու, բայց հաստատ ուտելիքը հայերի վրայալն է։ Ընդե ուտելիքի պատասխանատուն հայերն են, ասի 100%։ Հա, ինչի համար եմ ասում, մեր մեջ կա մի բան, որ
ձեռք ենք բերել մեր ապաշխարության օրը, դա խոսքի իշխանությունն է։ Ու առաջինը մենք պետք է հոգևոր ճիշտ խոսքեր ասենք։ Նայեք ինչ ասում Աստծո խոսքը։ Չէ։ Գիտեք, անկախ ամեն ինչից, ինչքան ուզում է դժվար սիտուացիա լինի, Աստված երբեմն մեր մոտ ստեղծում է դժվար սիտուացիաներ, որ մենք տենանք, թե մեր բերանից ինչ է դուրս գալի։ Աստված գիտի մեր ներսը ինչ կա։ Աստված գիտի մենք ով ենք, մեր ներսը ինչ կա։ Աստուն պետք չի ապացուցել, թե մենք ով ենք։ Մենք չենք կարող իրան ապացուցենք։ Ինքը լավ գիտի։ Ուղղակի ինքը մեզ է ապացուցում, թե մենք ով ենք։ Ու երբ որ դժվար սիտուացիա է ստեղծում, ինքը ուզում է տենա, թե քո բերանից ինչ դուրս կգա։ Որ դու տենաս, թե ինչով ես լցված։ Ոչինչ, որ ես էթալու եմ, մեկա դրա համար ազատ հեսա խոսամ, կթողեմ կետամ։ Սևակ աղբերը չի կարող այս մասին խոսա, բայց ես երեք աղոթում էի, այս քանի օրը, որ պետքա գայի ձեր մոտ ծառայ, ասում էի Տեր, ինչ ես դու ուզում ասես իրան, ես ուզում եմ ասեմ, Տերն ուզում է ասի, որ այն սիտուացիաների մեջ, որտեղ որ դու մտնում ես, այդ քեզ պետք է, որ դու քեզ լավ ճանաչես, ու սկսես քո վրա աշխատել։ Ոչ թե ուղակի գաս եկեղեցի, ոչ թե ուղակի այդաս ինչ-որ միտեղ ասես ես հավատացյալ եմ, այլ դու դառնաս Աստծո կենթանի զավակ։ Կենթանի Աստծո կենթանի զավակ, ամեն, ասում եմ մարդու բերանի պտղից նրա փորը կկշտան առականց 18-20-21 և մահն ու կյանքը լեզվի ձեռքին է և նրան սիրողը կուտի նրա պտուղը։ Ես սենց մի հատ հետարքիր բան մտածեցի, ասում եմ մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Ինչ սիրեն, ինչ սիրողները, կյանքը սիրողները կամ մահը սիրողները։ Կյանքը սիրողները դրա պտղից են ուտում, որովհետև ինչ ուզում ալնի, ասենք մի անգամ մի հատ դեպք տեղի ունեցավ, մեր մոտ ես գնում էի Սոչի հայկական ծառայություն էի անցկացնում, մի անգամ մի հատ դղա եկավ այդ տեղը ու նստավ վերջը, ասի լավ, թազա մարդայկը, չէ, մի կետենամ տետրը հանեց, գրում է, ես է քարոզում եմ, ասում են հավատացյալ է, էլի որ գրում է, ծառայության վերջը մոտիկացավ ինձ, ասեց եղբայր, կարելի է ձեզ մի բան ասել, ասի ասա եղբայրս ինչ է, ասեց դու սխալ ես քարոզում, նայ ասեց էս սխալներ ես արել, ոյ ես մի հատ ոնց թե կպավ քո սամալյուբիային էլի, ոնց թե ասի սխալ եմ քարոզել ու սկսեցի ու գնաց ու սկսեցի արդեն ներվայնանալ, հիմա եկել եմ տուն աղոթում եմ Տեր ջան հեռացրա դրանից դու մի հատ քո ձեռը ցույց տուր, բան եկո տենամ էլի նստած է։ Արդեն ուզում եմ գրուպա պայրատկին ասեմ ներս չթողի, բայց դե ոնց կարաս ասես Կիրակերով ուզում գալիս է եկեղեցի։ Հա նստած էլի գրում է, այ քեզի բան։ Ամբողջ քարոզի ժամանակ հիմա դողալով եմ քարոզում։ Ասում եմ, հեսա էլի սխալներս կգրի, գիտեք ինչ էր անում Աստված, սովորացնում էր ինձ Աստվածաշունչ կարդալ ու ուշադիրելներ ինչ եմ խոսում։ Ամեն մեկը, որ գալիս է մեր կյանք, նպատակով է գալի, Տերն է իրան դրել։ Ես հիմա շնորհակալություն եմ հայտնում ասուն այն մարդկանց համար, ով գալիս են հանդիման մեր, որտեղ ով կասի ճիշտ է իմ երեսին, եթե ոչ իրանք։ Սա գալիս են, վայ, բաստեր, հրաշքեր, մեկն էլ գալիս ասում է, գիտես ինչ, вообще հեչ բան էր։ Ու դու չգիտես ինչ անես, բայց սրա ասած երևի ավելի ճիշտ է։ Ու եթե ես տուն սկսում ես մտածել ոնց ճիշտ, որ շուրթերիցը ճիշտ բառեր դուրս գա։ Դե մինչև իրա գալը ես ինչ ուզում ասում եի, հիմա էլ չեմ կարող ասեմ։ Արդեն սովորում էի ճիշտ քարոզել։ Ու մի օր էլ ծունկի եմ եկել ասում եմ Տեր, դա սատանուց է, հեռացրա։ Ու գալիս եմ եկեղեցի դրամ երկրորդ ռյադում է հիմա էլ նստած, այ քեզի բան, ես իրաշն ասում եմ հեռացրա ինքը վերջից փոխանակ էթա եկել է երկրորդ ռյադա նստե, ինքն այսպես պոչ կապած էր, ռազդրաժած էր անում ինձ, ասում ես իրա պոչին նայես, իրա մազերին նայես, իրա հանդիմանությանը նայես, ոբշեմ արդեն այնքան էի սովոր է, հենց տենում է իրան, ժպտում է ասում էի, Всё, Փառք Հիսուսին հիմա էլ կասի ինչ-որ պետք է հենց գալիս ասում են քելե այդան գերորդ սենյակ մի հատ չայ խմենք պատմի ինչն է ճիշտ ինչը սխալ ու գտնում էր ոնց է այդքան ուշադիր էի կարդում այդքան ուշադիր էի քարոզում էլի մի բան գտնում էր մի տարի հետո մինչև հիմա պահել եմ իր նոր կտակարան ասես գիտես ալիք ախպեր ինձի երկրորդ երրորդ ծառայությունից գցում են դուս բայց ինձ մի տարի դիմացար Ես իմ նոր կտակարանը գրել էր ալիք աղբորս, որ դիմացավ ինձ, մինչև հիմա այդ նոր կտակարանը մեր տունն է, նվիրեց ինձ ու գնաց ասի ալելույա, ուր ես էթում։ Հազիվ ընկերացել էինք, հազիվ ուզում էի ու դրանից հետո ես
Աստվածաշունչը սովորեցի ու շատիր կարդալ։ Իմ խոսքերը քաշուն են։ Իմ խոսքերը ստեղծագործող խոսքեր են։ Ես պետքա ճիշտ խոսքեր ասեմ։ Ես պետքա ասեմ շինության խոսքեր, խոսքեր, որ մարդու կյանքը կբժշկի, խոսքեր, որ այդ մարդուն կթևավորի, խոսքեր, որ այդ մարդուն կտա կյանք, որպեսզի այդ մարդը բարձրանա։ Իմ շրջապատի մարդիկ պետքա բարձրանան այն խոսքերից, որ ես ասում եմ։ Ինչա, որտեվ իրանք այդ խոսքերը լսելով, իրանք այդ խոսքերը մեկա նույն ձևով ասելու են։ Մենք օրինակ ենք, սիրելի քույրեր, եղբայրներ, եկեղեցին աշխարհի աղն է, եկեղեցին աշխարհի լույսն է։ Հո ես չեմ կարող այդամ կայնեմ ասեմ, ես աղ եմ, մի հատ ինձ փորձեք, չէ, իմ խոսքերն են աղը, իմ խոսքերն են լույսը։ Մոտիկանում ես առևտուր անելու կասայում, այդ աղջիկը, ասենք, մոտիկանում եմ առևտուր, ասես նամրոտերեսով, ամբողջ օրը կռվել ասաղ է, դու մոտիկանում ես ասում ես, Աստված օրհնի քեզ, ինչ գեղեցիկ ժպիտ ունեք։ Всё, փոխվավ այդ մարդը։ Խի դու լուսավորեցիր իրան։ Երկու հատ լավ խոսք ասեցիր, իր կյանքը փոխվավ։ Բայց դու որ մարդու շորած գալի հետը կռվում ես, էլ ով պետք է քո փոխարեն անի էդի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասма մահն ու կյանքը լեզվի ձեռքին է եւ նրա սիրողները կուտեն նրա պտղին։ Մենք պետքա, գիտեք ոնց, մենք պետքա սիրենք կյանքը, այդ ժամանակ մենք խոսանք կյանքի խոսքեր։ Մարդիկ մտածում են դե կյանքը խի սիրեմ, էդի ոնց սիրեմ կամ կյանքը, չէ՞։ Գիտեք ով է կյանքը։ Հիսուս Քրիստոսը։ Նա է մեր կյանքը, նա է մեր առաջնորդը, նա է մեր խոսքերի ուժը, ինքը հենց մեր խոսքն է։ Մեր ներսում Քրիստոսն է, որ խոսք է դառնում ու դուրս է գալի մեր շուրթերից։ Հալելույա։ Առականց ասում է, իր բերանի պտղից մարդը բարիքներով կկշտանա։ Եվ մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։ Մարդը, հասկանում եք, ասում է, իր բերանի պտղից մարդը բարիքներով կկշտանա։ Լավ մարդը իր լավ սրտից լավ բաներ է հանում։ Ու դա շատ կարևոր է, ասենք, մեկին կպնում ես, ինքը կարող է լռի։ Ինչի համար կարող է լռի, որովհետև չուզենա իշնի այդ մակարդակին, բայց ասի մի հատ խոսք, որ դա սաղ կյանքը մարդը մտածի։ Ինչի համար։ Հիշեք, ձեր յուրաքանչյուր խոսքը կամ բարին են բերում ձեր կյանք, կամ ոչ բարին, չեմ ուզում ասեմ չարը, կամ ոչ բարին։ Այսինքն, ինչ ձևով որ դուք խոսում եք, այդ ձևով դուք կլնեք։ Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, ասում է, արկածվեց երկուսը։ Քո բերանի ասածներով ծուղակի մեջ ընկար։ То есть դու ասում ես, ասենք, sense բառեր։ Առավոտ շուտ հլնում ես, ասում ես, այ մարդ։ Այսօր ինձ թվում է ոչ մի լավ բան չի լինի։ Չես կարող ասես, այսօր լավ բան կլինի։ Դե տենում եմ էլի։ Գիտեք, չէ, մարդիկան պեչատել դնում են դրա վրա։ Իմ մի հատ շատ կան մարդիկ, հետները շփվում եմ, այս վերջերս մի հատ քույրիկ մոտիկացավ, ասեց մի հատ ինձանից մի 20 տարի մեծ տղա առաջարկություն արե, ինքն էլ 19 տարեկան է, ասի ուր ես վրազում, բայց տունն եմ, ասի դու ուր դե ես մնացել, 19 տարեկան դու տունն ես մնացել, խի ես դու քեզ քո խոսքերով բռնե, դու քեզ գցել ես մի հատ ծուղակի մեջ, քեզի պետք չի ասի այդ 20 տարի մեծ տղեն, քեզի պետք չի, սպասի քո ժամանակին, հետո էլ ասի լսի, այս քո տարիքը, քո կյանքը վայելի, քո ազատությունը վայելի, իսկական տունը մնացած աղջիկներն այ որ ամուսնանում է տապաշիկը տալիս են ձեռը ու սկսում է կողտիանում գործ անել, այդ է տունն է մնացել։ Դու քո բերանի խոսքերով որոգայթ դե ես կարող այլ չամուսնանամ, ես իմ շանսն ասում եմ, չէ, ճիշտ չէ, սուտ է դա։ Տղեր կան, մինչև հիմա մի հոգի ունենք, արդեն եկահագին տարիքով է։ Իր այն իզատավով, որ ինքը ճիշտ խոսքեր չի խոսում, իր մոտ չի ստացվում։ Դե հետնել ասպես ախր խեսը տենց ասեմ, դե բա ոնց ասեմ, ասում է Հիսուսը աշկիտ տեսածով մի դատի, աշկիտ տեսածով մի որոշումներ կայացրա։ Այսօր դուք քո խոսքերը ասում ես, սպասում ես, որ հենց այդ պահին ստացվի։ Այտենց չի, այսօր ցանիր, սպասի մինչև էդի հասնի։ Դու այսօր ասեցիր, որ դու օրհնված մարդ ես, դու այս քաղաքի մեջ օրհնություն ես ելնելու, դու քո հարևանների համար օրհնություն ես ելնելու, դու քո ընտանիքի համար օրհնություն ես ելնելու, ու ուզում ես իրիգուն այդ օրհնությունն ունես։ Մինչև այդ չես եղի ախար, ոնց կարող է իրիգունը լինի այդ ձև։ Պետք է սպասես այնքան ժամանակ, մինչև քո խոսքերը շրջանառության մեջ մտնեն, մինչև իրանք հետ գան քո մոտ։ Քո ասածը պետք է հետ գա քո մոտ, պրոստը ժամանակ է պետք։ Այն ընթացքում, որ դու աղոթում ես, մեկ էլ աղոթքի պատասխանը կամ մի հատ պրամեժուտ որ դու պետք է սպասես։
Մինչև աղոթքիդ պատասխանը ստանաս։ Նույնն էլ քո խոսքերն է, երբ որ դու լավ խոսքեր ես ասում, դու պետք է սպասես, չենք դիմանում, կեսից նորից քանդում ենք, սկսում ենք, դե լավ, ուր է։ Դի սպասես, անպայման։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Իր բերանը զսպողը Առականց 13:3 կպահի իր հոգին։ Իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։ Լնայեք ինչ խոսքեր է։ Իր բերանը զսպողը կպահի իր հոգին։ Ես երբ որ նոր էի ապաշխարը, այնքան էի խոսում, ու մտածում էի, որ ոչ ոք ոչ բան չգիտեն, դրա համար չեն խոսում։ Հետո անցավ տարիներ ես հասկացա, որ իրանք բան գիտեին, դրա համար չէին խոսում։ Ու հիմա ես արդեն հասկանում եմ, երբ որ նոր ամարթ ապաշխարում, զգում եմ, ինքը պետք է հա խոսա, որտեվ իր այդ պահն է, աղբյուրա բացվեց, չէ, հա պետք է խոսա, բայց գալիս է մի ժամանակ դու արդեն սկսում ես զսպել քեզ։ Ինչի համար դու հասկանում ես քո խոսքերը ուժ ունեն։ Ուղղակի չես էդի նման է մի մարդու, որ $1 միլիոն փող ստացավ, ուրախությունից սաղ ցվրեց, սենց, հետո վերջում մնաց աղքատ։ Մենք պետք է զսպենք մեր շուրթերը, որպեսզի հոգին մեր պահենք։ Այսինքն մեկ էլ այդ պահին ավտով եթում ես, վարորդները ինձ հասկանան։ Մեկ էլ մեկը գալիս սիգնալ է տալիս, ինձ մտնում է դեմը թել է մի հատ էլ տորմուզ է տալու, այդ ժամանակ դու էլ քեզ ես տորմուզ տալի ներսից։ Որտեվ դու հասկանում ես, դու քո հոգին պետք է պահես։ Ես շուտ մի անգամ չգիտեմ պատմել եմ ձեզ թե չէ, պետք է հաղորդություն տայի։ Ու իմ այս վերևի կոճակը չի կոշկվում էլ, հիմա այն սարոշկիկ եմ առնում, որ պետք չի կոշկել։ Ու գալստուկով էի փագում այդ կոճակս։ Այստեղ որ չկոշկեմ, գալստուկով փագում էի, պետք է հաղորդություն լինի, եկել եմ, այտենց գալստուկով կապած փագած այս վերևը, ման եմ գալի, այնտեղ դե պետք է պատրաստենք այդ հաղորդությունը տանք բան, մի հատ էս մեր աշերներից գրուպա պայրատկից մոտիկանում այնց, մի հատ եղբայր, ես դրա անունը Խարտոց էի, մենք Ռոզանիտ ասում ենք Խարտոցը տեկավ, ասում էր ինձ, Խարտոցը տեկավ։ Ուրեմն մոտիկանում է ինձ, այս գալստուկը սենց իջցնում է ներքև։ Այս կոճակս մսով ու արունով կոշկում է։ Դուք պատկերացնում եք ինչա կատարվում, սիսի պրոստը։ Մսով ու արունով կոշկում է այս կոճակը, գալստուկս քաշում է վերև, մի երկու քայլ է թմայեց, նայում ասենց հիացած։ Մտում բան արեց էլի։ Նայում է հիացած վրես, ասենց ամ, այսպես պետք է մանգաս։ Գիտեք այդ ինչի էր նման, ոնց որ մեկը ջինի պրոբկեն հաներ ու սենց ջինը կամանց դուս է գալի։ Հին մարդը սկսում է դուս գալ էլի։ Մի ձենն ասում է, «Տո մի հատ սրան սենց տուր էլի մի հատ սենց»։ Այն մի ձենն էլ ասում է հանգիստ, հիմա չգիտես։ Մի կերպ այդ սա հավաքեցի, մտցրեցի շշի մեջ, պրոբկեն խփի վրեն։ Փագեցի, հա, էդի թողեց գնաց, կոճակը արձակեցի նորից, որտեվ սենց էի դառը։ Կոճակը արձակեցի, ինչ եմ ասում, եթե իմ բերանը չզսպեի, 100% այդ տղեն, всё, ինձ կհեռացնեին եկեղեցուց, որտեվ ես դրան հավեսով մի գործ կանեի քասար։ Գնացի այն հետևը, հա, աղոթեցի, ասի Տեր ջան, դե հաղորդություն պետք է թա, դու աշկերտ կամոք էլի գորլ է, դու լացելու են վերջին աստիճանին ես, ոչ թե ցավից, այլ աբիդայից ուժ է։ Արդեն դու զգում ես այդ աբիդան, էլի ոնց թե, դու քո մեջ սենց սկսում ես քո հետ կռվել, էլի, խիձենդ կդրի, ոնց թե, հետո վերախար։ Ու դու կարևորը գիտեք թե ինչն է, ինչ որ քո մեջ կատարվում է, դուրս չգա։ Քանի քո ներսում է, դու կարաս ղեկավարես, դուրս եկավ ինքն է քեզ ղեկավարելու։ Բառերը քանի մեր ներսում են, մենք իրանց վրա կարանք իշխենք, դուրս եկավ իրանք են մեր վրա իշխելու։ Ու ես զսպեցի ինձ ոչ մի բառ չասեցի, բայց մեջս մի հատ փեջա բացվե, էփում ասախ։ Ոնց որ մի հատ կաստրուկա դնես գազի վրա, այդ սաղ լցես մեջը ու էփես, էփում ասախ։ Հա, հետն էլ մեկ կացուբի բարեսոտ է գցում, բան, այդ կանանչի ես գցում, էլի, ոնց որ քո ներսը բան անես, կառուցես էլի այդ բանը։ Ու եկել եմ տուն, ասում եմ Տեր ջան, սատանն է միտքա տալի, թո էդի քո եկեղեցին չի թող գնատեից, ինչ ես անում, համար ոնց թող գնատեից, այսպես խոսակցություններ է այդում մեջս։ Ստեղ գիտեք ստե իմաստը որն է, ինչ է դուրս գալու իմ շուրթերից։ Քո մեջ ինչ է կատարվում, դա ոչ ոքի չի հետարչում։ Քո բերանից դուրս եկած խոսքն է քեզ սարքելու, օրհնելու, քեզ օգնելու։ Ինչը որ մեր ներսը էփում է, էդի մենք պետք է ճնշենք, ճզմենք, իջեցնենք այն աստիճանի, որ արդեն
վերանա։ Եկել եմ աղոթում եմ Տեր ջան, էսխի վերացրա դրան, այնտեղ ավտոյի տակից ինչ ուզում ես արա լիժբել չմոտիկան անձի։ Ասախի, որտեվ ես գալիս եմ եկեղեցի, հերվից այս կայնած, միունքն էլ բարձր, ռուս տղա է, հետ նայեմ անձի, գալիս եմ սամ, смотри, խելոք կնստես եկեղեցում, եւ վայ մամա ջան, ասում եմ, որ դուս ես տղեն կպավնձի այն մարդ, հանգիստ խաղաղ գալիս է իմ համար եկեղեցի, որ դուս կպավնձի, հիմա ասես խելոք նստել եմ, նայում եմ ինձ անայեմ, մի հատ իրար չեմ, դաժե չեմ փառաբանում, ասում եմ հանգած ձեռս բարձրացնեմ, մալ կգաք ասի խես ձեռդ բարձրացրե, ոչ եմ, մի քանի ծառայությունը տենց մի օր էլ Տերն ասես դու իրան չես սիրում, յա, ասի այդքանից հետո հələ պիտի իրան սիրե, ես գիտեի դուք ասես ես են, բայց չէ դու իրան չես սիրում, ասի լավ, այդպես եմ սիրեմ, մեկ էլ տեսա էլի դռան դեմը սենց կայնացա, ձեռներս բացի գնացի, մեկ էլ ես զարմացավ, ես ինչ եղավ ես տղոն, եկա, ուրեմն, սրան որ գրկի մի հատ ասի, բրատ, я тебе люблю, մի հատ մեջքը ճտտցրի, սենց հավեսով, բայց սիրով, էլի, ու սա խուրավ, սայնց հետո ինքն էր ընձնից փախնում արդեն, հենց տենում էր, վերյու, ты любишь меня, վերյու, մենք պետք է հաղթենք մեր զսպվածությունով, մեր հոգիները փրկենք, մենք պետք է հաղթենք։ Այդ շատ դեպքեր այն հետ, որ ես եղել, որ ես հաղթել եմ, որտեվ Տերը ուզեցել է, որպեսզի իմ բնավորության մեջ գա մի բան, ու ինքը ուզում է, որ քո բնավորության մեջ էլ գա այդ մի բանը, զսպվածությունը։ Որտեվ գիտեք կա պահ, որ ընտանիքների մեջ էլ է ստացվում բաներ, ու ոնց որ սենց մոտ աղբյուր բացի, որ ուզենաս սենց անիծես, կամ անպատվես, կամ նենավես ոնց հայերեն, ատես, դա աղբյուր է, դա պիտի փակեք, դա աղբյուր է, դա փակել է պետք, որտեվ տեղից որ դուրս եկան խոսքեր, ձեր ընտանիքին եք վնասում դուք, հասկանում եք, երբ որ կա հետո սառը պատերազմ, Երբ որ չարը կարողանում է մի սերմ ցանի ու ընտանիքների մեջ սառը պատերազմ է այդում։ Դա շատ վտանգավոր է, օրերից մի օր պայթելու է, օրերից մի օր ասելու ես խոսք, դու զզվցրիր ինձ, էլ ես չեմ ուզում քո հետ ապրեմ, էլ ես չեմ ուզում, երեխեքի, այ հայերի սիրած խոսքը։ Դե չենք երեխեքի խաթր ենք ապրում իրար հետ։ Ճիշտ չի եղբայր քույրեր ջան, ովքեր են ընտանիքներով ստեղ, բարձրացեք ձեր ձեռք, ես օրհնում եմ ձեզ, դե բոլորս, մենք հայ ենք, մենք ընտանիքի մարդ ենք, մեր ներսից պետքա դուրս գա ճիշտ խոսքեր, որտեվ սատանան պրովոկացիայի է ենթարկում, որպեսզի մենք սխալ խոսքեր ասենք, մեր կյանք, մեր ընտանիքների կյանք, մեր ամուսինների, մեր կանանց կյանք, սխալ խոսքի ասենք, ինքը սպասում է, թե ինչ խոսք ենք մենք ասելու, որտեվ մեր խոսքերից մի խոսքը մեր արձակում է հրեշտակների թևերը, որպեսզի գործեն մեր կյանքում, միս խոսքն էլ կապում է հրեշտակների թևերը, որ չկարենան մեր կյանքում գործեն։ Դա շատ կարևոր է, թե ինչ է դուրս գալի մեր շուրթերից։ Սաղի սիրելի 91-րդ Սաղմոսը։ Ասում է բարձրալի ծածկոցի տակ ապրողը, ես ռուսերեն գիտեմ դրա, ասում է եւ Տիրոջը կասեմ։ Տեսեք ասում է, քանի որ դու ասացիր, նայեք, իշքան տեղ ենք տալի, որ Աստված գործի մեր կյանքում, իշքան տեղ ենք տալի այս խոսքերով, որպեսզի Աստված գործի մեր կյանքում, երբ որ ես ասում եմ Տեր, դու ես իմ ապավենը, իհարկե ինձ հալածեցին, իհարկե չստացվավ, ճիշտ չստացվավ, իհարկե այսօր կինս չուներ տրամադրություն, ամուսինս չուներ տրամադրություն, կամ վատ պահեց իրան, կամ լավ խոսքեր չասեց, բայց ես մի բան եմ ասում, ես կանգնում եմ իմ ընտանիքի համար, ես կանգնում եմ իմ կյանքի համար, ես կանգնում եմ իմ երեխեքի կյանքի համար, ու ասում եմ Տերն է իմ ապավենը։ Ինքն էլ ասում է դրա համար ես քեզ խոստանում եմ, չարիք չի կպնի քո ընտանիքին, չարիք չի կպնի քո երեխեքին, դու 1000 հոգի մի քո կողքից կընկնի, 10,000 հոգի մյուս կողքիցդ, բայց քեզ վնաս չի հասնի, ինչի համար, քանի որ դու ասեցիր, ասեցի, Տերն է իմ ապավենը։ Ճիշտ է, սխալ ստացվավ, այս մեկը կռվավ, այն մեկը անպատվեց, բայց ես կանգնում եմ քո առաջ, կանգնում եմ իմ ամբողջ ընտանիքի համար, կանգնում եմ իմ երեխեքի համար, ու ասում եմ Տեր, դու իմ ապավենն ես, որտեղ ես գիտեմ չարը իմ ընտանիքի վրա իշխանություն չունի, քանի որ դու փրկել ես ինձ, միայն իմ փրկությունը կարա փրկի իմ ամբողջ ընտանիքը, մի իմ ճիշտ խոսքը կարա փրկի իմ ամբողջ, ոնց են ասում, ռոդ,
ազգը, Գերդաստանը, ես կարամ ասեմ խոսքեր, որ կփոխեն իմ ամբողջ ընտանիքիս ցույց բան, իմ երեխեքիս ցույց բան, դրա համար ասում եմ Տեր, դու ես իմ ապավենը, ես քո ամրոցի մեջ եմ, ես քո անվան մեջ եմ, ասում ես կասեմ, չէ, ես Տիրոջը կասեմ, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որի վրա հույսս դրել եմ, այս խոսքերի համար խի ժամանակ չենք գտնում, այս խոսքերը ուր են գնում մեր կյանքից, ինչի համար ենք մենք ուրիշ խոսքեր ասում, ուր են եթում այս խոսքերը մեր կյանքից, կա մեկը, որ ուզում է գողանա, հալելույա, շատ կարևոր է, որ մենք այս խոսքերով լցված լինենք, որտեղ երբ որ մենք ճիշտ խոսքեր ենք ասում, մի տեսակ այս ճիշտ խոսքերը որ ասում ենք, ոնց որ ինքը տեղում չի բերում մեզի ինչ-որ մի մենք չենք զգում, որ այդ խոսքերը գործեցին մեր կյանքում, բայց որ դառը խոսք ենք ասում, ոնց որ սենց յուղ քսվի, չես մեկին սենց մի դառը սենց թույնավոր խոսք ասիր, ոնց որ հովացար, բայց օրհնեցիր, որ շիվան չզգացիր, ինչի՞ եմ, որտեղ օրհնությունը ինքը սկսում է շարժվել, ինքը քանդում է սաղ վատ խոսքերը նոր է բերում քեզ պտուղը, իսկ դառնացած խոսքերը դրանք տեղում ոնց որ գործեն, իսկ օրհնությունը ինքը քանդելով դառնացած խոսքերը նոր քեզ ցույց է տալի դրա պտուղները, դուք պատկերացիք ես ինչ եմ ասում, դառնացած խոսքը տեղում գործում է, բայց օրհնության խոսքը մինչև քանդում է այդ դառնացած խոսքերի ուժը նոր քո կյանքում երևում է, մինչև քանդում է, դու մտածում ես, թե ոչ շիվան չի լինում, բայց Աստծո խոսքը երկսայրի սուրի նման է, ինքը համ մտնելուց է կդրում, համ դուրս գալուց է կդրում, ինքը երկու կողմն է սուր, ու սա Աստծո խոսքն է, որ մենք ասում ենք, դավանում ենք, Տերն իմ ամրոցն է, ես նրա վրա եմ հուսացած, ոչ մի չար բան չի կպնի, ես օրհնում եմ իմ տունը, իմ երեխեքին, իմ ընտանիքը, հալելույա, իմ եկեղեցին, հալելույա, դուք աղոթում եք Հովիվի համար, ամեն, ես գիտեմ, որ դուք աղոթում եք, օրհնեք, որտեվ մեկ չարը ակնոցներ ա դնում, որ մենք տենում ենք ուրիշ գույներով, ջարդեք բոլոր ակնոցները, նայեք Աստծո սիրո աչքերով, կա մի ակնոց, որը կոչվում է Աստծո սիրո աչքեր, ու դա սաղ ծածկում է, Պետրոս Առաքյալն ասում է, մեծ սեր ունեցեք, որ ծածկեք մեղքերի շատությունը, դրա համար ես շատ մասը խոսացի հոգևոր խոսքերի, հոգևոր գործի համար, հիմա շնչավոր խոսքերը, կան շնչավոր խոսքեր, որ նույնպես շատ վատ բաներ են բերում մեր կյանք, այսինքն կորոնամ ես, ով չգիտի այդ խոսքը, վայ զանգում եմ մամայիս, հիմա ինքը երկնքում է, ասում եմ մամ ջան ոնց ես, վայ լավ եմ բալես, դե ասում եմ մի քիչ դժվար է բան, ստեղ սենսա, վայ կորոնամ, ասում եմ մամ ջան խես կորանում, մենք ունենք դուշևնի խոսքեր, որ մի հատ խոսք կա, որ շատ սիրուն խոսք է, տնաշեն, էդի լավ խոսք է, տունը չշինվի, տնաշեն, այսինքն դու տունը չշինում ես, էդի վատ խոսք չի, էդի լավ խոսք է, ասա տնաշեն, տունը չշինող, բայց շատ խոսքեր էլ դուշևնի խոսքեր կան, որ մենք շատ անգամ օգտագործում ենք, մտածելով, որ դրանք մեր խոսքերը կապելու համար, եթե ռուսները հայհոյանքն են խոսքերը կապելու համար օգտագործում, մենք էլ ունենք խոսքեր, որ մենք չենք էլ զգում, այսօրվանից հետևեք ձեզ, տեսեք դուշևնի ինչ խոսքեր եք ասում, հիմա ես ապաշխարել եմ, չեմ հիշում այդ խոսքերը, էլի, որ նորից կրկնեմ, մենակ կորոնամ եսը խի եմ հիշում, մամաս էր միշտ ասում, հետո իրանացի հանգարց տեսբան չասես, իսկ կան շատ խոսքեր, ասենք, ճանապարհ դնելուց, տուն գալուց, ուշադիր եղեք, էլի, որ այդ խոսքերը հենց դուրս է գալիս ձեր բերանից կանգնեք ու ասեք Տերն է իմ օրհնությունը, քանդում եմ այդ խոսքերի ուժը։ Ես այսօր աղոթելու եմ, որ շատ խոսքերի ուժ ուղղակի քանդվի, որ ասվել է, ու դուք այսօր տենում եք, որ այ մարդ, ասենք, շատ կանայք, ոչինչ որ ասեմ, գոհ չեն իրանց ամուսիններից։ Իրանց պատկերացումով, որ իրանց մոտ կյանքը չի ստացվել, կամ կան ամուսիններ, որ գոհ չեն իրանց կանանցից, մտածելով իրանց կյանքը չի ստացվել։ Մի քիչ տենց պետք է չլներ, սենց պետք է լիներ։ Ոնց մի անգամ ինձ մի հատ եղբայր հարց տվեց, ասեց, դե սենց ճիշտ չեմ վարվել, չեմ արել, ասի գիտես ինչ, եթե հիմա նորից հետ եթանք այդ տեղը, դու նորից տենց ես վարվելու։ Դա համար գոհ եղի։
Մենք պետք է շատ գոհ լինենք։ Մենք պետք է գոհ լինենք։ Ես դժվար է, ես ձեզ ասեմ, ինձ էլ է դժվար էդի։ Երբ որ դու կանգնես կնոջդ ասես, ես գոհ եմ Տիրոջից, որ դու իմ կինն ես։ Հայ տղամարդու համար մեկ էդի դժվար է, ես հայկական կոնֆերանս էի անցկացնում, Սիմեյնի կոնֆերանս։ Մի տղամարդ կայնած Արարատից էին իրանք, կանգնած են իրար առաջ, ասում եմ դե ասեք իրար, որ սիրում եք, դե որ մեր տունն ապրում սիրում եմ էլի։ Այսպես բաներ էլ կա էլի, հա։ Եվ մեկն էլ ասում է, այ հովի ջան, դե ինչ պարտադիր է հիմա իրար ասենք սիրում ենք, դե որ ամուսնացել ենք սիրում ենք էլի։ Ու տենց էլ չկարեցան մի քանի զույգեր իրար ասեն, որ մենք սիրում ենք։ Մի անգամ մի զույգ նստեցրինք, Ռուզանը տեղյակ է այդ մոմենտը, նստեցրինք իրար դեմ, որ լավ խոսքեր ասեն իրար, սկսին կռվել, ծեծել, ջարդել։ Իրանք էլ գիտես, մի 50 տարի արդեն իրար հետ ապրել էին։ Տարիքով մարդին նստան են ասած, ես չնեի դու ամուսնացող չէիր կինն ամուսնուն ասում։ Ես որ չառնեի քեզի ասում, ով էր քեզի առնելու, ահա։ Նստել են, որ ասեն դու ինչ գեղեցիկ ես, դու ինչ իմ ամուսին ես, լավ խոսքեր ասեն, որ քանդվի էլի իրանց ասենք, նստան մի երկու հատ լավ խոսք ասեն, նայած դեն սամ, էդ ինչ ես ասում, ես որ չնեի դուսկի չէ իրել ամուսնանա, էդ ես էի անխելք, որ քեզի առա, դե արի, ես ամուսին էլ սենցամ, դու անխելքը ես էի, որ քեզ ու գնաս, Ամարդ հանգստացեք, դե ռուս ընտանիքներ էլ կային, ռուսերեն էլ ասում են, հայերեն, կիսահայերեն, կիսառուսերեն, ասում են հանգստացեք, ձեր տունը շիմի, մի հատ օրհնեք իրար, այտենց էլ չկա, հելա նեղացած գնացի։ Այս պահերը մենք պետք է քանդենք, մենք մարդիկ ենք կանչված քանդելու սատանայի գործերը, մենք մարդիկ ենք, որ կանչված ենք օրհնելու մեր ընտանիքները, օրհնելու գոհանալու ամեն ինչից, Տեր ես գոհանում եմ քեզանից, ամեն բանի համար, երբ որ մենք գոհանում ենք, մենք ապացուցում ենք ամբողջ հոգևոր աշխարհում, որ ոչ թե սատանան է մեր կյանքը ղեկավարում, այլ Տերը։ Ամեն։ Դա համար ուզում եմ, որպեսզի մենք մի հատ աղոթք կանենք իրար հետ։ Ու ես ոնց որ Աստծո մարդ իշխանություն ունեցող Տիրոջ կողմից քանդեմ, եթե կան այդպես մարդիկ իհարկե, քանդեմ այն բոլոր ասված խոսքերը, որոնք որ ճիշտ խոսքեր չեն եղել, որոնք որ դարձել են մարմնավորվել են ու հիմա տանջում են, որպեսզի Տերը այսօր քանդի ու ճիշտ հիմքեր դնի, քանի որ մենք ասում ենք Տերն է մեր ամրոցը, մեր ապավենը, ասում է, քանի որ նա ասեց, ես նրանք պայմանացում հրեշտակներին, տեսեք, երբ որ մենք ճիշտ խոսքեր ենք ասում, մենք հրեշտակներին թույլ ենք տալի, որ իրանք մեզ իրանց ձեռների վրա տանեն, որ իրանք մեզ ծառայեն, ամեն, դու գիտեք, որ մենք բոլորս ունենք ծառայող հրեշտակներ, որ մեզ օգնում են, ես որ գալիս էի Սոչիից Կրասնոդար էի գալի, որ գանք ստեղ, իմ աշկը կպավ ճանապարհին ու մեքենան դուրս եկավ, այսինքն ես քնած եմ, բայց էթում եմ, բայց տենում եմ, բայց չեմ հասկանում ուր եմ էթում։ Ու այն պահին ուշքի եկա, Տիրոջ օրհնությունը շատ ուժեղ է, այն պահին ուշքի եկա, որ այդ ագրաժդենյան կա, շոշ ճամփի մեջտեղ, որ երկուսը բաժանում է, արդեն պետք է կպնեմ այդ ագրաժդը, եթե խփե իրան, վсё, մենք այսօր ստեղ կայնած չենք լինի, բայց Տերը ողորմած է։ Ու այդ պահին ինչ-որ մեկը ոնց որ ձեռը դներ ավտոյի վրա ու սենց կայնացներ։ Ու կանգնել եմ այսքան հեռու այդ բանից։ Ու սթափվա ու գնաց, ի՞նչ է, Տիրոջ հրեշտակն է, Տիրոջ ձեռն է, Սուրբ Հոգու ներկայությունն է, իր զորությունն է, որտեղ ամեն անգամ, երբ որ մենք ճանապարհ ենք դուրս գալիս, մենք Տեր, մենք քոնն ենք, պահպանի մեզ, քո արյունով ծածկի մեզ, դու գնա մեր առաջից, օրհնի մեր առաջից եկող ավտոները, կողքի ավտոները, օրհնի, այդ օրհնությունը գործում է մեր կյանքում։ Դա մայք եք այսօր հրճակենք այդ օրհնությունը մեր կյանք։ Ուղղակի ասենք Տիրոջը, որ դու ես իմ ապավենը, դու ես իմ ամրոցը, դու ես այն ժառը, որի վրա հուսացած եմ ես։ Ամեն։ Փառք Տիրոջը, ուզում եմ, որպեսզի մենք ճիշտ խոսալ սովորենք, ճիշտ ձևով ասենք, ճիշտ բառեր արտահայտվենք։ Ինձ զանգեց մի օր ռուսկիներ, ասեց պաստոր ու մենա բիդա, ասի ինչա պատահել։ Ասեց ինձ մորթել են, ասի ոնց քեզ մորթել են։ Ասի ոնց քեզ մորթել են, հա, ասեց մորթել են, ասի լեյլա արի մեր տուն տենան ոնց են մորթել։ Ինքն էլ դասատուկին նա եկավ մեր տուն, ասի ինչա պատահել, ասեց մի հատ քույրիկ կա Սոչիում, այդ մեզ իրա մոտ ինքը ստուգում է, արծիվես թե հավ, եթե հավես մորթում է, եթե արծիվես վերցում է իրա կամանդը, ասում եմ ու ինչ, ասում է ես հավ եղա, այ քեզի բան,
Ուզում էի ասի, ախար իսկական հավես է, բայց դե ոնց կասես այդպես բան։ Ոչմ ասի արի իրար հետ ծունկի գանք մի հատ աղոթենք, հələ ես էլ ստուգ եմ, տենամ դու հավես, թե արծիվ։ Նստանք իրար հետ աղոթեցինք, դե ես գիտեմ ինչ եմ անում, պետք է իջնես իրա մակարդակին, էլի, ասի քուրս չշարժվես։ Ասեց ինչ ա եղել, ասի տենում եմ, թուր եմ տենում ասի։ Ոյ պաստոր ասում, ումոլեու պամագի, ասի կօգտեմ, եթե չշարժվես։ Ասի դու հավ չես եղել, դու արծիվ ես եղել, այդ քույրիկը ճիշտ չի տեսե քեզի։ Ու հիմա այդ թուրը մնացել է քո մեջ։ Ոյ ասեց ումոլեու։ Ինչ ենք անելու, ասի իրար մի արի, բռնել եմ թուրը։ Ասի թուրը բռնել եմ, իրար չգաս հանգարց։ Մի քանի րոպե էլ մնաց, ասի Ասես, այ, это что было, ասի թուրը հանեցի։ Если сам пастор, вы спасли мне жизнь, так легко мне стало։ Հրանք իրար հետ նստանք, աղոթեցինք, բա ասեց, ես իրոք արծիվ եմ, ասի իրականում դու արծիվ ես։ Չվախենաս։ Գնա քո համար ու փառավորի քո Տիրոջը։ Սենց բաներ էլ կան։ Գիտեք, քրիստոնյաները շատ միամիտ են ախալ, շատ միամիտ են։ Ինչ է ուզում պատմի, էդ էլ մոռացա։ Սևակի պատմության պատճառով։ Տերը օրհնի ձեզ, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ մեր գործը լուրջ գործ է։ Ու այդ գործը մեր, այդ լուրջ գործը դրված է ու դրված է ստեղ։ Ստեղով ենք մենք ծառայում, ապրում, գործում, աշխատում ու օրհնվում։ Ամեն։ Տերը օրհնի։